Անցած տարի ահագին արագ տեմպերով կաշխատեն, բայց կիսա թողեցին չիրեմ ինչ պայմաններով, այս տարի նոր մի ամիս եղավ կաշխատեն էլի։ Գյումրի Արևիկ այգաբաց երթուղին սպասարկող միկրոավտոբուս նորական 12 անգամ այս ճանապարհով է անցնում։ Շինտեխնիկայի տեղաշարժն ամեն օր վարորդների եւ ուղևորների աչքի առաջ է։ Գարնանը ոչ ակտիվ տեմպերով, բայց շինարարը գործ արել է։ Հետո աշխատանքները դադարել են, վերսկսել են ուշ։ Մեկ ամիս չկա, որ շինտեխնիկան հիմնանորոգման ենթակա 10.5 կիլոմետր երկարության ճանապարհի տարբեր հատվածներում է աշխատում։ Շինարարությունը տարբեր հատվածներում տարբեր փուլում է գտնվում։ Միտեղ գրունտային շերտն են հեռացնում, մյուսում հարթեցումներ են։ Գարնանը շինարարության տանդաղ տեմպերը հունիսին որևէ գործ չանելը շինընկերության պատասխանատուն կապում է շինտեխնիկայի անսարքության հետ։ Հիմա էլ ամբողջ ծավալով չեն աշխատում։ Բազմաֆունկցիոնալ մեքենաների պակասը զգացվում է, վերանորոգում են։ Արևիկից այգաբաց տանող հատվածում են աշխատում։ Կավային հիմքով ճանապարհ է, ասֆալտը ոչ թե 10-20 տարվա է, այլ ավելի հին։ Գյուղի մարդիկ սովետի տարիները հիշեցին, բայց շինարարը քայքայված ասֆալտի որոշ հատվածներում մասնակի նորոգումների հանդիպել է։ Տագի շերտը գտնվում է վատ վիճակում, հիմա մենք անում ենք այդ ընդանուր վատ շերտը, տեղը լցնում ենք նոր որակով կռունտը, որպեսզի մեր ճանապարհը հետագայում ոչ մի խնդիր չունենա։ Քանդված անհաշիվ փոսերով մարզային նշանակության ավտոճանապարհը մի քանի գյուղեր է կապում իրար։ Արտիկից Գյումրի հասնելու համար այն կարող է դառնալ ամենակարճ ճանապարհը։ Արտիկ, Աբարանի շրջանը, պես կարանիշ տանքես։ Սովետի վաղտը սա տրանսպորտի այս կողմից էր։ Աբարանի կողմից, Ալագազից, Աղարտիկից այս կողմով կեստային գուկայից։ Լեննագանը։ Հետո դատարեց, քանդվեց սաղ ճանապարհին։ 10.5 կիլոմետր ճանապարհը ելի մնում է հարևան գյուղերի համար երթևեկելի։ Շինարարության ընթացքում երթևեկության սահմանափակումներ չեն լինելու։ Այնտեղ, որտեղ փորման աշխատանքներ են սկսված, շինարարը մեքենաների համար անցումներ է թողել։ Երթևեկությունը կանգ չի առնում, մենք կողքնոր ճանապարհ ապահովելով, որ ընդանուր երթևեկությունը բաց լինի, ազատ լինի, ավտոների խոչընդոտ չունենան մեքենաները։ Ճանապարհաշինական ծրագրում ընդգրկված են հին ու նոր ջրատարների կառուցումը կամ նորացումը, գյուղամիջյան մայթերի նորոգումը, եզրաքարերի տեղադրումը, լուսավորության ցանցի անցկացումը։ Ասֆալտապատման ինժեներական աշխատանքների մեծ մասն ավարտել են։ Վերականգնման ենթակա են նաև քանդված 5 կամրջակները, որոնք ջրատարների վրա են։ Հատվածներ կան, որ չեն, մենք նորը կառուցում ենք, որ հատվածներ նոր գոյություն ունի, ոչ բարվոք վիճակում է, դրանք նորոգում են։ Շինարարը մեկ ամսից կսկսի Գյումրի Արևիկ հատվածի հիմնանորոգումը։ Այդ հատվածում աշխատանքների ծավալի մեծ բաժինը վերաբերում է կոմունիկացիոն ցանցի նորոգումներին։ Նորացվելու է Բաղրամյան փողոցի քայքայված 5 կոյուղատար համակարգը։ Այն պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորմամբ է ընդգրկվել ճանապարհաշինական այս ծրագրում։ Մարինե Տերբենյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։